Սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարեկամներ, հարազատներ ջան, մաղթում եմ բարի օր, խաղաղ և օրհնված օր բոլորիդ։ Այս գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ այսօրվա հոլովակը։ Ծաղիկներից տեսարանով, տեսեք ինչքան լավ թարմացել են, լիմոնի թփերը մեծացել է սիրելիներս, ջրելուց հետո պերեկիսով։ Տեսնում եք, ճիշտ է, մի երկու դեղին տերև կա, դա էլ արդեն կթափվի, կթարմանան։ Իսկ հիմա տեսեք ինչ եմ ցույց տալիս։ Առավոտվանից սիրելի հետևորդներ ջան, չարչարվում են, հայր ու որդի ձուն են մաքրում։ Տեսնում եք ինչքան ձուն կա, շատ։ Արև անուշ եղանակ է դրսում, բայց ձյունը լավ չի հալվում, բայց ոչինչ, կհալվի, շուտով այդ ձյունն էլ չմնա, իսկ հիմա գնանք կոֆե դնենք։ Սիրելիներս, այսօր կանոնը խախտել եմ, առանց ձեզ եմ կոֆեն դրել, այդպես ստացվեց, ներող կլինեք, բայց առանց ձեզ չեմ կարող խմել, հավաքվեք, ձեր կոֆեն դրեք, նստենք, կոֆե խմենք, մի քիչ զրույց անենք, նոր անցնենք մեր ինչ եփելու հարցին։ Տեսեք ձեզ ինչ համեղություն եմ բերել, եկեք միասին համ օգտվենք, համ գյալաջիկ անենք մեր Արտաշատի լեզվով, համ էլ մեր օրը գեղեցիկ կսկսենք։ Սիրելիներս, այսօր մեզ մոտ անուշ, լավ, պայծառ, իսկական գարնան եղանակ է, արև, անուշ, տաքուկ եղանակ, բայց ասեմ, որ ձյունը դեռ շատ կա, միասին կգնանք դուրս ցույց կտամ, եղանակն է ցույց կտամ։ Իսկ այսօր սիրելիներս որոշել եմ պատրաստել ջրալի ապուր, ճաշ, մսով, գարոխով ճաշ, մի փոքր էլ նոխուդ եմ թրջել երեկվանից, մի քիչ էլ նոխուդ, սիրում են նոխուդը, որ հատիկ ճաշի մեջ լինում է, դե գարոխը մի քիչ տրորվում է, հալիմ է տալիս, բայց նոխուդով ավելի համեղ է լինում։ Դե ինչ սիրելիներս, վերջացնեմ կոֆեն, միասին գնանք պատրաստելու։ Այս մի մանդարինը ուտեմ, 3 հյուրեր ենք ունեցել, հյուրը որն է, իմ տան անդամներն են, իմ թոռներն էին եկել, աղջիկս էր եկել, հյուր չեն, իմ տան անդամներն են, սա մնացել է, հիմա մի հատ մանդարին կօգտվեմ, կգնանք արդեն խոհանոց։ Ապուրը պատրաստելու համար վերցրել եմ 4 հատ կարտոֆիլ և 1 միջին գլուխ սոխ, հիմա կարտոֆիլները սոխը լավ լվանամ, հետո նոր արդեն կանցնեմ կեղևները հեռացնելուն։ Ասեմ, որ շատ ընտիր կարտոֆիլ էր, այս վերջի կարտոֆիլը, որ պարկով որդիս գնել էր, առողջ, դեղին, համեղ, սրսուռ կարտոֆիլ էր, թե ճաշի մեջ է համեղ, թե տապակած, թե պուրե, որ սարքում եմ, շատ ընտիր է, արդեն որ տաք է, չէ, եղանակները, սկսել է մի փոքր ծլել, եթե չհասցնենք ուտել, չնայած մինչև մայիս ամիս կարտոֆիլ տնկելուն, արդեն կարտոֆիլն էլ երևի կվերջանա, եթե հանկարծ մնա 25 կիլանոց պարկ էր, մի շարք կտնկենք, այս հողամասում անցած տարի կարտոֆիլ չենք տնկել, սիրելիներս, միշտ առաջվա հողամասում ենք տնկել և շատ լավ բերք ենք վերցրել, մեր ամբողջ տարվա կարտոֆիլը եղել է, բայց այստեղ համ ժուկի համար չենք ուզում, որ սմբուկների վրա չնստի, համ էլ այդքան տեղ չունենք կարտոֆիլի, գերադասում ենք բանջարեղեն, լոբի, բամիա, այդպիսի բաներ շատ տնկել, կարտոֆիլը կգնենք, երբ տեսնենք, եթե տեղ մնա մի մարգել կարտոֆիլ կանենք։ Հիմա կարտոֆիլը կմաքրեմ սոխը, նոր արդեն կմոտենամ գազօջախին, սոխառած պատրաստեմ ճաշի համար այսօրվա։
Ճաշի կարտոֆիլը և սոխը մաքրեցի, վերջացրեցի։ Այդ ընթացքում արդեն միսն էլ եռում է, ավելացնում եմ աղ, համեմում եմ աղով, կխառնեմ, կթողնեմ մի 2 րոպե կեռա, նոր կանջատել, չեմ թողնելու միսը շատ եփի, որ թել-թել լինի, սիրում եմ, որ կիսաեփ լինի, մի քիչ էլ նոխուդու գարուխի հետ կեփվի, արդեն իսկական կլինի։ Հիմա արդեն սկսեմ պատրաստել սոխառածը։ Կացանդրել եմ գազօջախի, մեջ լցնեմ մաքուր, արդար, հալած, Հայաստանից բերված յուղ, սա բավական է։ Ես չեմ հալել, բայց որոշել եմ կարագ գնեմ արդեն, յուղ հալեմ։ Հենց որ գնեմ յուղ հալեմ, ձեզ անպայման ցույց կտամ, թե ինչպես եմ կարագը հալում։ Չնայած բոլորս էլ գիտենք, թե ինչպես են կարագը աղում և հալում։ Գազօջախը միացնեմ, մարմանդ, կրակի վրա մինչև յուղը հալվի, ես էլ սոխը կմանրացնեմ։ Սոխը մանրացնում եմ մանր կտորների, այս փոքր դանակն էլ հեչ լավ չի մանրացնում, արդեն պետք է սրվի, ամուսնուս պետք է ասեմ նորից սրերի դանակները, որովհետև արդեն լավ չեն կտրում, դրանք էլ դանակների մատերիալից են, որ սուր չեն պահում, երկար ժամանակ սուր չեն պահում, վռած ոնց որ արդեն չեն կտրում։ Հիմա այս դանակով հարմար չի, մեծը վերցնեմ, մեծ դանակով ավելի հարմար է։ Հարմար լինի, այսօր աշխատանքից գա, որ շատ հոգնած չլինի, կասեմ կսրի, չէ կմնա շաբաթ կիրակի։ Այսպես լավ կմանրացնեմ, նոր կլցնեմ յուղի վրա։ Շատ սիրում էի սոխ, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ կորոնայից հետո ընդհանրապես սոխ չեմ ուտում, իսկ միշտ սիրել եմ կանաչ սոխ, մանավանդ հաց, պանիր, կանաչ սոխ, թարմականանչի լոլիկով ուտել, իսկ այս վերջի քանի տարիները կորոնայից հետո ես բերան չեմ տալիս, ոչ մի տեսակի սոխ, կանաչիներից էլ համ եմ, չեմ կարողանում ուտեմ գինձը, իսկ սխտոր սիրելիներս ընդհանրապես չեմ կերել, անգամ համա չգիտեմ, արդեն յուղն էլ հալվեց, յուղի վրա ավելացնեմ մանրացրած սոխը։ Սոխը կխառնեմ, կթողնեմ, որ լավ կարմրի, նոր արդեն հերթով կավելացնեմ մյուս բաղադրիչները։ Սոխառածը արդեն պատրաստ է, սոխառածին ավելացնում եմ 1 ճաշի գթալ աղացած կարմիր պղպեղ, 1 ճաշի գթալ տոմատի մածուկ և լավ խառնում։ Ավելացնում եմ լեչո, մեր ձեռքի պատրաստած համեղ լեչոն։ Լավ խառնում եմ, խառնելուց հետո կավելացնեմ չորացրած ռեհան և ցիտրոն, մի փոքր էլ մսի արգանակ։ Նորից կխառնեմ, բերանը կափարիչով կփակեմ, կթողնեմ մի 2 վայրկյան եռան, որ իրար հետ համասեռ մասսա ստացվի և համով լինի։ Այդ ընթացքում արդեն կկտրատեմ կարտոֆիլները։ 1
Կարտոֆիլները կտրատում ենք ըստ ցանկության, կարող ենք մի քիչ խոշոր, մի քիչ մանր կտրատել։ Ես միջին չափսի, ոչ խոշոր, ոչ էլ շատ մանր կկտրատեմ։ Սիրելիները, սիսեռը ես չեմ խաշել, նախապես լավ մաքրել եմ, լվացել եմ, թրջել եմ, 3 եմ թրջել։ Այսօր արդեն լավ ուռել է և փափկել է։ Ջուրը կքամեմ և կավելացնեմ այսօրվա ճաշին։ Կարտոֆիլը մանրացնեմ, վերջացնեմ, լցնեմ ճաշի մեջ, հետո սիսեռը կավելացնեմ ճաշին։ Կարտոֆիլը արդեն կտրատեցի, վերջացրեցի, ավելացնեմ սոխառածին։ Բայց չէ, այդպես հարմար չի, թռնում է, ավելի լավ է լցնեմ կարտոֆիլները ափսեի մեջ, ափսեով ավելի հեշտ կլինի դատարկել սոխառածի վրա։ Ափսեով ավելի հեշտ է, չի թռնում։ Հիմա կավելացնեմ արդեն թրջած, ուռչած նոխուդները, սիսեռը։ Մի լավ խառնելուց հետո կավելացնեմ մսի արգանակը։ Մսի արգանակը անպայման քամում եմ մաղով։ Արդեն բավականին ժամանակ է, ինչ կարտոֆիլն ու սիսեռը եփում են իրար հետ։ Հիմա ավելացնում եմ լվացած դեղին ոլորը։ Շատ չեմ լցնում, որ մի քիչ ջրալի ստացվի, ոչ թե շատ թանձր ապուր։ Դեղին ոլորը լցնելուց հետո մի լավ կխառնեմ, կավելացնեմ նախապես եփած, արդեն աղ եմ արել մսին և փրփուրն եմ հավաքել, միսը կավելացնեմ։ Նորից կխառնեմ, կթողեմ, որ բոլոր բաղադրիչները իրար հետ լավ եփեն, նոր կանաչին կավելացնեմ թարմը։ Նայեք ինչ ախորժելի տեսք ունի ապուրը, հիմա մի լավ խառնեմ, մնում է միայն կանաչին ավելացնեմ, հիմա աղը համտեսեմ, նոր կանաչին կմանրացնեմ, կավելացնեմ մեր այսօրվա ապուրին։ Մի փոքր աղը պակաս է, հիմա մի քիչ կավելացնեմ, շատ անուշ բուրում է, կարմիր տեսքով հիանալի ապուր է ստացվում։ Լավ խառնելուց հետո բերանը կծածկեմ, մինչ կմանրացնեմ թարմը կանաչին, ինձ մոտ սամիթ է և համեմ։
Հիմա մի հատ էլ նայեմ, տեսնեմ, կարտոֆիլը, սիսեռը և գարոխը եփած են, որ ավելացնեմ թարմը մանրացրած կանաչին։ Այո, կարտոֆիլը լավ եփած է, սիսեռն էլ, գարոխն էլ։ Մի հատ ստուգեմ աղը նորից, եթե պակաս լինի, կավելացնեմ, որովհետև մսի մեջ շատ քիչ էի լցրել աղ։ Մի փոքր էլ ավելացնեմ, վերջ։ Այսքանը բավական է։ Ժամանակն է ավելացնեմ կանաչին թարմը։ Խառնեմ, բերանը ծածկեմ, մի 2-3 րոպեից արդեն պատրաստ կլինի ապուրը։ Մինչ ճաշի կանաչին կեփվի, ճաշի մեջ ես բերեցի 3 լիտրանոց տարայով կամպոտ, կարելի է նաև անվանել մախիտո։ Հիմա լավ տարան լվանամ, նոր բացեմ, բերել եմ ռեհանով, լիմոնով, նանայով կամպոտ, չորացնեմ և բացեմ։ Բացեցի, հիմա լցնեմ մատուցող կուվշինի մեջ։ Արդեն հոտը անուշ գալիս է, շատ համով հոտով կամպոտ է։ Իր անուշ բուրմունքը նանային և ռեհանը լիմոնի հետ իրար են խառնվել և ստացվել է համեղություն։ Հիմա այս համեղությունը կուվշինից կլցնեմ գեղեցիկ նորաոճ բաժակի մեջ։ Սիրում եմ այսպիսի բարձր բաժակներով օգտվել, սոկեղեն խմել։ Անցել է 3-ից 4 րոպե թարմը կանաչին լցնելուց հետո, արդեն պատրաստ է ջրալի ապուրը։ Գազը անջատեմ, ամբողջ խոհանոցով մեկ տարածվել է համեղ ճաշի բուրմունքը։ Ստացվեց շատ համեղ, գեղեցիկ տեսքով ջրալի ապուր, ճաշ։ Խորհուրդ եմ տալիս պատրաստեք և շատ գոհ կմնաք։ Դե ինչ, ինձ մնում է ասել մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի բարի դիտում։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ այսքանը։ Սիրով պատրաստեցի սիսեռով, դեղին ոլորով, տավարի մսով ջրալի ապուր, ճաշ։ Հետո միասին բերեցինք կոմպոտ, կոմպոտն էլ բացեցինք, ռեհանով, նանայով, լիմոնով կոմպոտ։ Ռեհանը, նանան մեր հողամասից ենք ամռանը հավաքել, միասին էլ պատրաստեցինք։ Հələ գույնը տեսեք, ինչ գեղեցիկ գույն ունի, յուրահատուկ գույն։ Էլ համի և բույրի մասին չեմ ասում, մենք արդեն խմել ենք, գիտեմ համն էլ, բույրն էլ, սիրելիներս։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, սիրելի հետևորդներ ջան։ Այս համեղությամբ էլ ցանկանում եմ, որ լինեք միշտ առողջ, երջանիկ, ուրախ, օրհնված, սիրված, գնահատված։ Բարին եմ ցանկանում ձեզ, իմ բարի ջերմ հետևորդներ ջան։ Յուրահատուկ համ ու հոտ ունի։
Ովքեր չեն փորձել, չեն պատրաստել, այս տարի պատրաստեք, ես շատ եմ պատրաստելու։ Համը յուրահատուկ է, հոտը էլ ասելու չի, այնպիսի բույր ունի, անպայման կպատրաստեք, իմ լավ բարեկամներ։ Եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր, քաղցր, գեղեցիկ, համեղ խոլովակներ։ Ձեզ հետ է ձեզ շատ սիրող ձեր սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն բոլորիդ։